Սերը սրտի ամենամաքուր երգն է, հոգու թրթիռը, իսկ սիրո երգը պետք է երգել ամենամաքուր նոտաներով։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայք Համբարձումյանն եմ եւ այսօր իմ լուսավոր տաղավարում հյուրընկալելու եմ սիրված երգչուհի, գեղեցկուհի Նանային։ Նանա, համեցիր։ Ողջույն։ Բարի գալուստ իմ տաղավար, բարով ես եկել։ Իմ շատ սիրելի Նանա։ Լավ հին ընկեր։ Այո, հին ընկերները չեն դավաճանում։ Իսկ այսօր մենք անպայման դավաճանություններից խոսելու ենք այս տաղավարում։ Պատրաստ եք։ Ես ներողամիտ մարդ եմ, բայց փորձենք։ Խնդրեմ, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ սկսենք Նանայի կյանքի պատմությունը։ Որ պատմությունը։ Նանա, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները եւ ով է ձեր անունը ընտրել եւ ինչ է ձեր անունը։ Այո, լավ։ Okay. Ես ծնվել եմ Երևանում, որ Արեշի հիվանդանոցում, տենց ենք սկսում։ Ոնց որ գիտեք։ Երևանում եմ ծնվել, ովքեր են ծնողներս։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ եւ շնորհակալ եմ ծնողներիցս ինձ կյանք պարգևելու համար։ Դա շատ կարեւոր է, կարծում եմ, որովհետեւ շատ դեպքեր եմ տեսել, որ մարդիկ կան, որ իրենք դժգոհ են իրենց կյանքից եւ ծնողների շատ բանում մեղադրում են, բայց ես երջանիկ մարդ եմ։ Այդ ամենով շատ լավ ընտանիք ունեմ։ Ինչ մասնագիտություններ ունեն։ Երկուսն էլ ժողովրդի ավարտած են, հայրս գիտությունների տեխնացու է։ Մայրս 1990 թվականից աշխատում է ազգային ժողովում մինչ օրս։ Արդեն 25 թիվն է, էլի։ Այդպես։ Նանա, ձեր ընտանիքում երգարվեստի հետ կապ ունեցող մարդիկ կան։ Այո, երբ ինձ հարց են տալիս, երբ անից ես երգում, ես միշտ ասում եմ, մամայիս փորիկի մեջից եմ երգում, որտեղ մայրս է շատ լավ երգում, շատ լավ ձայն ունի մաման։ Այդ հարցում էլ եմ շատ շնորհակալ մայրիկիս, որտեղ մայրիկիս ճյուղում ավելի կողմ, ճյուղի կողմ։ Կան երաշտա, ինչպես ասեմ, սեր։ Երաշտասեր մարդիկ։ Հա, երաշտասեր, երգահան, տենց այդպես կխաբեմ, բայց չէ, երաշտասեր։ Այո, պապիկս էր երաշտական այդպես գործիքների վրա նվագում, դե մայրս է երգում, մեծ աղբերս էլ իդեպ սիրում է երգել, բայց այսպես սիրողական է։ Քանի երեխա եք դուք։ 3։ Դու։ Մեծ եղբայրս, ես, հետո փոքր եղբայրս։ 2 եղբայր ունեմ։ 2 եղբայր ունեմ, հարազատ քույր չունեմ։ Մայրիկիս հետ շատ եմ վիճել, որ ինչու ինձ քույրիկ չի պարգևում, հետո շատ էի երազում քույրիկ ունենալ եւ երբ որ խոսակցությունը գնաց դավաճանության առումով, ասեմ էլի, ես միշտ իմ ընկերուների մեջ քույր եմ փնտրել, բայց ցավոք այդպես էլ դեռ չեմ հանդիպել, թեկուզ ունեմ լավ ընկերուհիներ, ունեմ անգամ այսպես խոսքա չէ, հին ընկերուհի, այնպես որ եւ այսպես եւ այնպես կա։ Ձեր իսկական անունը Արաքսիա է։ Այո։ Որ վարքյանից ընտրվեց Նանա անունը եւ ով ընտրեց։ Բարուրի մեջից, դա պետք է մաման պատմի, երևի թե որ ես պատմում, դե ինձ պատմել եմ, որ թե չես Բարուրից բան չեմ հիշում։ Իմ մամայիս պապիկն է կնքել, երբ որ Բարուրի մեջ եմ եղել, նոր ծնված։ Նանո ջան, Նանո ջան, Նանար ջան, Նանար ջան, Նանո ջան, Նանո ջան, այդպես ինձ բոլոր Նանոին ասեն, Նանային ասեն։ Նանա, մանկապարտեզ գնացել եք։ Ես շատ չար երեխա եմ եղել։ Մանկապարտեզի բան չեմ եղել, կարող եմ արել ամբողջ օրը տուն են բերել։ Իսկ դպրոցում ոնց եք սովորել։ Լավ, սկզբում շատ լավ, հետո որովհետև չենք մոռանում ես որ սերունդին եմ պատկանում, այն ժամանակ խնդիրներ կա ռուսական կորպուս, հայկական կորպուս, այսպես տեղափոխվելով հայկականից ռուսական, ռուսականից հայկական, նորից ռուսական, նորից հետ եկանք հայկական, այսպես գնալով բազմալեզուներով տառապելով, կարամ ասեմ նորմալ շատ լավից դեպի նորմալ, հետո բայց հետո ուշքի եկանք ավելի, հա, ավելի սկսեցինք լավ սովորել, որովհետև պարտավոր ենք նաև ընդունվել ինստիտուտ։ Դպրոցն ավարտելուց հետո որտեղ ընդունվեցիք։ Ես ընդունվել եմ իրավաբանական ինստիտուտ, մասնագիտությամբ իրավաբան իրավագետ եմ, հետո դարձա նաև երգչուհի, ես նաև Արմանուշ Լևոնովնայի սանն եմ։ Ես իրան շատ աշխարհի չափ սիրում եմ,
աշխարհի չափ։ Եվ մեր ջերմողջունները այո, ես համոզված եմ, տենց շոու բիզնեսում մարդ չկա, որ Լևոնովն այս չսիրի, տենց մարդ չկա ինքը։ Հուսով եմ մի օր անպայման մենք Արմանուշ Լևոնովնային եւս կհրավիրենք մեր տաղավար, Տիկին Արմանուշ, պատրաստ եք, որովհետեւ առաջիկա մեր ձեր խոստովանությունը կներկայացնենք։ Ինքը շատ լավ մարդ է, ինքը ուժեղ մարդ է ու ինքը այսպես ստիմուլ տվող մարդ է, շատ եմ իրան սիրում, շատ։ Կարող է ուշ հանդիպեմ, բայց մարդուն հանդիպումով չեն սիրում, մարդուն հոգով են սիրում։ Երբ որ ես սեղանի շուրջ նստած եմ լինում, միշտ ասում եմ, կարևոր չի իմ դեմ իմ կենացը խմեք կամ իմ հետ իմ երգերը լսեք, իմ մեջքի ետևից իմ կենացը խմեք եւ իմ երգերը լսեք, դա է ինձ համար կարևոր։ Մի օր իրավաբան մասնագիտությամբ Նանան չեմ պատկերացնում դարձավ երգչուհի։ Այո։ Ու որոշեց, որ վերջ թողնում է իրավաբանի մասնագիտությունը։ Չէ, չեմ թողել, համատեղ սովորել եմ։ Ավարտել եմ, սովորելուց հետո չեք աշխատում իրավաբան։ Չէ, չեմ կարող։ Իրավաբանի մասնագիտությամբ դառնում եք երգչուհի։ Ես տեսակ շատ բարի եմ իրավաբանի համար։ Հա, Նանա, իսկ որ վարքյանին որոշեցիք, որ դուք պետք է երգեք եւ երգն է ձեր կյանքի մասնագիտությունը, ո՞րն էր այդ պահը։ Պահը ճիշտն ասած դա հայտնաբերել է Արամ Մարտիրոսյանը։ Իմ առաջի CD-ում Աստված արես հոգին լուսավորի, ես իրեն սիրել եմ որպես ավագ եղբայր, շատ սիրել եմ, ինքը ինձ շատ առաջի քայլերս համար ես իրեն շատ շնորհակալ եմ, ես իմ առաջի CD կասետ CD, հա, այսպես ասեմ, մեջ գրել էի, կազմի մեջ գրված էր, որ ես առաջի քայլերիս համար շնորհակալ եմ Արամ Մարտիրոսյանին, ինքն է լսել իմ ձայնը եւ շատ հավանել էր, ասես դու պիտի երգես։ Եվ հենց Արմանուշ Լևոննայի մոտ տարել է ինձ Արան։ Եվ այդպես սկսվեց երգարվեստը։ Այո, հետո եկա մամայի մոտ աշխատանքից որ մայրիկի վերցնեմ, դες փոքրուց եմ մեքենա վարում, ասացի մամ գամ գործից քեզ տանեմ տուն, ասեց արի։ Այդպես գնացի մամային աշխատանքի տեղից վերցեցի, ասացի արի։ Ասես զրուցելով իբրև գնանք տուն, ասացի մամ գիտես, որոշել եմ երգչուհի դառնամ։ Այսպես նայեց վրես, տերես թեքեց հիմարի մեկը։ Ասես շատ բադ ռեակցիա տվեց մաման, չէր ուզում անգամ լսի։ Ես էլ վիրավորվել էի։ Այո, ես էլ շատ վիրավորվել էի, երգչուհի չէ, աստղ եմ դառնալու, դու էլ իմ համերգից ինձ ծաղիկներ ես բերելու։ Այդպես դե ասած շատ աշխատեցի Արեգ ջան։ Ես հիշում եմ Նանա ձեր առաջին տեսալվակը մայրիկ երգի հիման վրա նկարահանված շատ մեծ արձագանք գտավ։ Ես անգամ այնտեղ հիշում եմ սև երկար ծամերով Նանան։ Հա, ասես մի հատ ծամիկով։ Այո, բոլորը հյուսքեր չէ, եթե չեմ սխալվում։ Մի հատ թույլ հյուսքեր։ Բոլորը այսպես հետաքրքրված էին ով է այդ աղջիկը, ով է այդ նոր երգչուհին, որ անմիջապես իր մայրիկ երգով մտավ բոլորի սրտերը եւ դարձավ սիրելի։ Կարծես թե հենց այդ երգը դարձավ ձեզ համար այցեքարտ։ Հա, իմ այցեքարտն է, իմ Անուշ Մայրիկ երգը, եւ իմ Անուշ Մայրիկ ծրագրով ես դուրս եկա մենահամերգների։ Ու այդպես դարձա ժողովրդի կողմից սիրված երգչուհի։ Դա աշխարհի ամենաթանկ մրցանակն է, դու գիտես չէ։ Համաձայն եմ։ Իրոք շատ թանկ մրցանակ է, երբ որ դու ոչ թե նշանակված երգչուհի ես, որը որ շատերը ունեն շատ մրցանակներ, իսկ ես ունեմ մի մրցանակ, եթե մինչև կյանքիս վերջ կտանեմ։ Կարծում եմ, որ հանդիսատեսի ծափերը եւ ջերմընդունելությունը արտիստի համար այս դեպքում ամենաարժևորված մրցանակներն են, չէ՞։ Այո։ Նանա, դժվար պահեր եղել են ձեր կյանքում։ Շատ։ Իսկ ինչպես ես հաղթահարում այդ դժվարությունները։ Ժպիտով։ Իսկ թիկունքից հարվածներ։ Ինչ օրես։ Ինչու։ Ինչ են ուզում այդ մարդիկ։ Ուժեղ ես։ Ուզում են թուլացնել։ Հա, բայց երբ որ իրանք թուլ են, քեզանից օգնություն են խնդրում, բայց հենց տենում են դու ուժեղ ես։ Իրանք չեն հասկանում, եթե դու ուժեղ ես, իրանք պիտի ավելի քեզ ուժ տան, որ վաղը մյուսօր քեզանից օգնություն խնդրեն, դու ի վիճակի լինես իրանց օգնես։ Ես ժամանակին, երբ որ այդ պիկ շրջանի մեջ էի, ես բոլորին ասում էի, տենում եք, ես ձեզ օգնում եմ, հետս բարձրացնում եմ։ Նենց արեք, ես չընկնեմ, եթե ես ընկա, դուք էլ եք կորելու, ընկնելու եք ու կորեք, չէին լսում։
ամեն մեկը երազում էր մի վայրկյան շուտ ես ընկնեմ, ես ընկա, իրանք անհայտացան, չէ՞ որ ես իրանց բան։ Այ մեր նկարների ամենասկզբում դուք դավաճանության այսպես հատուկ շեշտադրված նախադասություն ասեցիք դավաճանության մասին, որ կարծես ես ինչ-որ վերք կա ձեր սրտի մեջ, որ թողել են այդ մարդիկ ու հատկապես ձեզ համար նրանք այդ ժամանակին եղել են շատ թանկ մարդկանց շարքում։ Այսօր այդ մարդկանց հանդիպում եք։ Հանդիպում ենք դավաճաններին։ Հանդիպում ենք, դե ես ներողամիտ մարդ եմ, ես տես բնավորություն չունեմ ինչ-որ անպահեմ մեջս էլի։ Մաքսիմալ փորձում եմ ժպիտով բոլորի հետ շփվել, մեկը իմ բարությունը անեմ, որովհետև մարդիկ չգիտեն, որ կյանքը ժամանակավոր է, պիտի այնպես ապրենք, որ մեր գերեզմանին ծաղիկ դնող լինի, մեկ-մեկան ծաղիկ դնեն խունգ վառեն։ Ինչ ենք տանելու այս կյանքում, պիտի մարդ մնանք, գիտեք, ես անգամ մարդիկ եմ ճանաչում, որ իրանց գերեզմանի վրա, ասենք, իրանց բոյից ավել խոտ է աճել, իսկ իրա տնեցիկ չեն գնում այդ խոտը մաքրեն։ Պատճառը չգիտեմ, թե իրանք մտածեն, տեսնեն ու հասկանան, որ կյանքը մի անգամ է տրված։ Մենք հավերժ չենք ապրելու, հավերժ ապրում են մեր հոգիները փոխանցվելով, բայց մեր մարմինը հավերժ չի ապրելու։ Մի օր գնալու ենք, չմոռանանք մարդ մնանք այս աշխարհում ուղղակի։ Ու հաց տվող ձեռը պարտավոր ենք համբուրել, ոչ թե արհամարել կամ ապտակել եւ այլն եւ այլն։ Պիտի ապրես Աստծով, պիտի ապրես սպիտակ լույսի մեջ։ Իսկ մարդիկ չգիտես ինչու չեն սիրում ամփ, չեն սիրում անձրև, չեն սիրում մռայլ եղանակ, բայց հոգով իրանք մռայլ են ու անպամած։ Շատ կարևոր է մարդու ներքին եղանակը։ Իհարկե։ Եթե մեր ներսում արև է, մենք դրսում ենք արևոտ։ Եվ այդ ջերմությունը մարդ դիմացին անմիջապես զգում է։ Նանա, քանի որ մենք շատ մեծ լսարան ունենք եւ հեռուստադիտողների մեծ բանակ, կարծում եմ, որ հենց այդ մարդիկ հիմա նայում են ձեր այս եթերը, ինչ ունեք նրանց խոստով անելու կամ ասելու։ Ոչ մի բան, իրաց հավնել տանում, ով ինչ վատություն արել է, իրաց լավ արել։ Իմ թող իմանան, որ ինչ արել են, շատ լավ են արել, ես ավելի եմ պնդացել, ես ավելի եմ ուժեղացել, կոպտացել, եսին։ Իսկ ինչպիսին են նրանց արարքները, փորձում են խանգարել, փորձում են ասեկոսներ տարածել։ Օրինակ ինչ վատություն կարաս կյանքիդ մեջ պատկերացում ունենաս, այդքան ամեն ինչ։ Ոչ մարդկային արարք։ Ամեն ձև։ Բայց ես երբեք դրա մասին չեմ խոսել, այսօր առաջի անգամ եմ խոսում կյանքիս մեջ։ Ես շնորհակալ եմ։ Որովհետև ես չէին ուզում, որ ես լինեմ ընդհանրապես։ Օրինակ այդ վատ արարքներից ամենավատը որն էր, օրինակ արեցի։ Անկամ միջով մահվան փորձ։ Հա։ Ձեր համար, ձեր նկատմամբ։ Այո, իմ նկատմամբ։ Այնքան մարդ կար, որ չի ուզում, որ ես ապրեմ։ Նանա, ես շոկ եմ ապրում։ Թող Աստծուն պատասխան տա, փորձել են, ամեն ինչ էլ փորձել են։ Մենակ զենքով չեն փորձել կրակել։ Ես շատ պինդ եմ իմ կյանքի հարվածների հաշվին, շատ պինդ եմ։ Անկամ որ մարդիկ հիմա շատ կոմենտներ են, չէ՞, վատ գրում բան։ Ուզում եմ ասեմ ժողովուրդ ջան, այն դժվարությունները, որ ես տարել եմ, այդ կոմենտները ինձ համար այսպես է ժողովրդի լեզվով ցվիտոչկիներ են, արխային գրեք։ Նանա, դուք ձեր տեսակով ուժեղ եք եւ դա արդեն պարզ է ձեր դերկացած կյանքի այս մի փոքր դրվագից արդեն հասկանալի է, որ դուք ուժեղ եք, որ դուք լավատես եք, որ դուք մեկաբարի եք։ Այսքան հարվածներից հետո դուք դեռ ժպտում եք նրանց եւ նրանց մասին խոսում եք ժպիտով։ Այո, թող Աստված, ես միշտ այդ աղոթք ունեմ, ասում եմ Աստված ջան, դու վերև, մենք ներքև։ Դու տենաս, դու դատես։ Մեղավորին իր դատով, անմեղին իր դատով։ Իսկ հնարավոր է աղոթք ունեմ։ Միշտ ասում եմ, այն ինչ որ չի տեսնում իմ աչքերը, թող տեսնի քո աչքերը, այն ինչ որ չի լսում իմ ականջները, թող լսի քո ականջները։ Այն ինչ որ չեմ տեսնում մեջքիս ետևում, տես ու դատի։ Հնարավոր է կյանքում ապրել առանց հավատքի։ Չէ։ Այդի ուրեմն դու չես ապրում, դու գոյատևում ես։ Դու ծառայում ես ինքդ քեզ ու չգիտես ինչի համար։ Սիրելի հեռուստադիտող,
Շարունակում ենք մեր եթերը, այսօր իմ տաղավարում երգչուհի Նանան է իր անկեղծ ու հետաքրքիր խոստովանություններով ու կյանքի պատմությամբ։ Կյանքում պետք է մենք միշտ ավելացնենք սիրո չափաբաժինը, պետք է շատ սեր նվիրենք, եթե մի պտղունց անգամ սեր նվիրենք դիմացինին, հավատացած եղեք, որ այդ պտղունցը երկու բուռ է դառնալու եւ այն վերադարձվելու է ձեզ, որովհետեւ կյանքում գործում է բումերանգի կանոնը։ Նանա, շարունակենք մեր զրույցը, երգերի ընտրությունը ումն է, ձերն է, դուք եք ընտրում ձեր երգերը, թե վստահում եք որևէ մեկին, ով ձեզ համար ընտրում է երգերը եւ դուք երգում եք։ Ժամանակները փոխվել է, ճիշտն ասած, դե չենք մոռանում, որ 22 տարի էի բեմում եմ։ Միշտ համարյա թե ես էի ընտրում, անգամ ես ինքս էի երգերը գրում, բայց ես ունեի պրոդյուսեր, պրոդյուսերից հետ միասին էինք աշխատում, հետո որ մեր աշխատանքային ավարտվեց մեր կոնտրակտը, անցա արդեն իմ թիմ ունեմ, որ թիմով ենք ընտրում արդեն կամաց երգերը, բայց չգիտեմ, կարամ ասեմ, որ արդեն մեկ-մեկ սխալվում ենք, որովհետև կարծում ենք, որ ճիշտ է, բայց հիմա այլ ուրիշ ձևով եմ մոտենում տվյալ իրավիճակի, էլի։ Այսինքն երգեր կամ մենք սիրում ենք, հավանում ենք, միգուցե հին սերունդ ենք, սխալադրություն ենք կատարում, նոր սերունդը չի ընդունում կամ ընդունում է, ու ինչքան թեթև, այսպես ասած, հանգիստ թեթև, ինչ-որ սենց պրիմիտիվ բառերով, երգ է լինում, այդքան ավելի հեշտ է ընդունվում երիտասարդների կողմից։ Նանա, ընկերասեր եք։ Շատ, ահա որ շատ։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Ես շատ գիտեմ, ես շատ մեծ տեղ եմ տալի հավատարմությանը, շատ մեծ տեղ եմ տալիս։ Անպայման չի ընկերոջդ ամեն օր տեսնես կամ հետը խոսես, պիտի ընկերոջդ հավատարիմ լինի, եթե դու ասում ես նա քո ընկերն է։ Նանո Ջուլհակյանը ով է։ Նանոն իմ էլի ընկերուհիս է, շատ իրան սիրում եմ։ Վերջին անգամ երբ եք տեսել Նանոյին։ Նանոյին վերջին անգամ, ինչ-որ տեսահոլովակների, որ տեսահոլովակից։ Հա, Պապջան տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Դա երբ էր։ Դա սեպտեմբերին։ Անցած տարի սեպտեմբերին։ Գիտեք, որ Նանոն ձեզ շատ կարոտել է։ Նանո Ջուլհակյանն է մեզ միանում, Նանայի ընկերուհին, ում վերջին անգամ Նանան տեսել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Նանո ջան, բարով եք եկել։ Շնորհակալ եմ ձեր ներկայությանը, համեցեք, նստեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ միացեք։ Երկու նանաներով միասին։ Այո։ Ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջին անգամ հիշում եք, որտեղ տեսակ Նանային եւ ինչպես եղավ ձեր ծանոթության սկիզբը։ Կարծեմ նկարահանման հրապարակում։ Ոտենց ընկերացել ենք շատ։ Հեշտ ընկեր է Նանան։ Շատ։ Հեշտ է նրա հետ շփվելը։ Շատ։ Պահանջկոտ չէ շատ։ Չէ։ Եթե վստահում եմ մեկին, ես իրան միշտ վստահում եմ։ Շատ։ Ան շատ պրոֆեսիոնալն է, շատ։ Այն որ բոլոր ես այդպես չի որ մենակ ես եմ դա ասում, դա ամբողջ շոու բիզնես կարող է ասել, եւ դերասանները, եւ երգչուհիները, եւ երգիչները, այսինքն տղա աղջիկ կապ չունի, ինքը մայստեր սպորտ է իր աշխատանքում։ Իսկ Նանայի հետ աշխատելը հեշտ է, թե ավելի բարդացնում է հենց օրինակ նկարման տաղավարում եք գտնվում եւ հիմա պիտի սկսվի նկարահանումը։ Ես կասեի ամենահեշտերից, ամենահաճելիներից։ Այսինքն ժամանակը շատ արագ է անցնում, եթե այդ տարածքում կա Նանան։ Հա։ Նանա, անգամ ամենադժվար ռեժիսորն է ինձ հետ հեշտ աշխատում։ Այդ ինչի՞ց է Նանա։ Ինչի՞ց է բնավորությունից։ Ես թեթև եմ, ես մարդուն վստահում եմ։ Ես չեմ ծանրաբեռնում, ասենք ինքը ունի իր ֆանտազիան, չէ՞։ Ես ասում եմ, ոնց ես մտածում, ոնց անենք, բան ասում, արի սենց, ասում, օքեյ, այ սենց, всё, մենք արդեն որոշել ենք ինչ պիտի անի, ինքը գիտի, ես չեմ ասում, բայ, կան, չէ՞, տենց խի սենց արեցի, խի սենց, բայ, արդեն դու մարդուն գցում ես ծուղակի մեջ, սկսում է ձեռքերը դողալ, ներվային անալ, թելի ցանկացած մարդ իր աշխատանքում, հա։ Նկարահանումից հետո սիրում եմ բոլորին հյուրասիրություն անել, լավ ուտենք, խմենք, քեֆ անենք։ Որ օրը դեռ շարունակվի, հետաքրքիր դրամաբանական։ Բոլորը գիտեն, տուն չեն գնում, ասում են
գիտեք, չէ՞, տուն չեն գնում, ասում հա գիտենք։ Հաջորդ նկարահանմանը ինձ էլ անպայման հրավիրեք Նանա, ես կգնամ այդ գեղեցիկ օրվա տրամաբանական ընթացքին։ Նանո, ինչպեսին է Նանան, ինչպես կբնութագրեք նրան, այնքանով ինչքանով որ դուք եք նրան ճանաչում։ Շատ լավ մարդ է, բարի, կամեցող, առատաձեռն, հավատարիմ, ասենք ասել, լավ ընկեր է, ամենակարևորը, մեծ սիրտ ունի շատ։ Ես էլ իրեն շատ եմ սիրում։ Այնքան շատ եք սիրում, որ այսօր եկաք եւ մասնակցում եք մեր նկարահանումներին։ Նանան իրականում չգիտեր, որ դուք եք լինելու։ Ես գիտեի, որ ասում են Նանուն ով է, ասում եմ ընկերուհիս է, ձեր ընկերն ասում ընկերուհիս, այո։ Բայց հաճախ հանդիպեք, կարծում եմ, որ կյանքում մենք հնարավորության չափով եղել է ժամանակ, որ ես եմ ազատ եղել ինքը ֆիլմի նկարահանման ժամանակ, իրենք կարող եմ ամիսով զբաղված լինել, ասենք դեղ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Եթե ազատ են լինում, հա, հանդիպում ենք։ Լինում է, որ իրենք են ազատ, ես քաղաքում չեմ լինում կամ ինչ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, շատ կերպարներ Նանայի նկարահանման ժամանակ դուք եք ընտրում։ Հա, վերջի շրջաններում միշտ միասին ենք աշխատում։ Իսկ այդ դեպքում էլ է Նանան հեշտ համաձայնում ձեզ հետ, որ դուք առաջարկեք օրինակ կարելի այսպես անել, այսպես անել։ Ասում եմ, որ ես առաջարկեմ, հետո իմ առաջարկներից արդեն ընտրում ենք։ Ըստ շորի ես մարդուն մասնագիտորեն եմ մոտենում։ Ճիշտ եք անում։ Կապ չունի ընկերուհիս այս, իրեն շատ սիրում եմ, բայց որպես մասնագիտորեն ինքը ավելի խորացած է իր մասնագիտության մեջ, քան ասենք խոսքի ես ամբողջ օրը երաժշտության մեջ տարբեր թեմաներով զբաղված եմ լինում։ Ես մարդն իր մասնագիտության տերն է, որ ասենք դիմում եմ, ես արդեն գիտեմ, որ ինքը նորությունների մեջ ավելի էֆված է։ Նանո, ինչ կմաղթեք Նանային։ Նանային մաղթում եմ առաջին առողջություն, երջանկություն, սեր մեծ ու նորանոր հաջողություններ, բարձրունքներ, մեծ բեմեր։ Մենք էլ ձեզ շնորհակալ ենք, որ եկաք մեր տաղավար եւ գեղեցկացրեցիք մեր զրույցի այս հատվածը ձեր ներկայությամբ։ Շնորհակալություն հրավերքին եկել ես։ Պահեք ու պահպանեք ձեր ընկերությունը։ 100% ուրիշ ձև չկա։ Հաճելի երբ կյանքում կան այսպիսի ջերմ ու բարի հարաբերություններ։ Շնորհակալ ենք Նանո ջան, ձեզ ճանապարհենք, մենք շարունակենք մեր զրույցը։ Ստեսություն։ Շնորհակալ ենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը սիրված երգչուհի Նանայի հետ, սակայն մինչ այդ ուզում եմ նշել, որ մեզ կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում։ Փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք եւ հետեւում եք բոլոր եթերներին, թողնում եք ձեր գեղեցիկ մեկնաբանություններն ու առաջարկությունները։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք մնալ հավատարիմ ու անդավաճան, եւ ձեզ շատ եմ սիրում։ Նանա, շարունակենք մեր զրույցը։ Այս արկղում կա մի իր, որը քոնն է։ Երբ որ դուք գալիս եք հեռուստաընկերություն, մեր նկարանող թիմը գտնվում էր ձեր տանը։ Չի կարա տենց բան լինի։ Շատ լավ, հիմա այդ իրը երբ որ մենք ցույց տանք, կհասկանաս, որ կար այդպիսի բան լինի։ Իմ տուն շատ քիչ մարդ է գալիս մտնում, ահա որ քիչ, շատ քիչ։ Փորձեք մեղավորներին գտնել ձեր տան անդամների մեջ։ Հիմա ես կտամ ձեզ մի իր ու փորձեք մեկնաբանել ինչ իր է սա եւ իդեպ այստեղ են նաեւ ձեր նամակները։ Նամակ։ Վայ։ Հիմա հասկացա՞ք։ Լավ, Լուսինե աղջիկ, ես քո հախից կգամ։ Ինչ է սա։ Սա իմ բրասլետն է, մաման է ծնունդիս նվիրել, կարծեմ։ Ձեր ամենասիրելի զարդերից մեկն է։ Մեկն է, հա, դե մաման իմ պաշտելի մայրն է, շատ եմ մամայից սիրում։ Ծնունդիս ինքը լսել էր, որ ուզում եմ գնեմ, ինքը որոշել էր ինձ նվեր գնի։ Մամայից նվերն է, ինձ ինչպես է ասել Լուսինեն, կյանք վաղը ֆոտոշուտի եմ, կտաս հագնեմ, ասեցի հա վերցրու։ Տեսնում ես։ Ես քեզ ասում եմ, տուն ամեն մարդ չի գալիս։ Փաստորեն Լուսինե ջան, սրանից հետո դու զրկվեցիր իմ բոլոր բաժշկաներից։
Մենք հաճելի անակնկալներ մատուցում ենք մեր հյուրերին, մեր տաղավարում միանշանակ հյուրին մոտ կանգնած մարդկանց օգնությամբ։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի եւ ամեն անգամ մենք շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր գաղտնի կերպով օգնում են, որ մեր նկարները ստացվի։ Իսկ իրականում շատ բարդ է այս ֆորմատի նկարաններ կազմակերպելը, գտնել հյուրի անակնկալ հյուրին, գտնել հյուրի համար թանկ որևէ մի իր, կամ գտնել այն կարևոր մարդուն, ով կգրի իր սրտի խոսքը եւ կթողնի փակ ծրարի մեջ։ Սելի հեռուստադիտող, մեր պատմություններն ամբողջովին իրական են։ Այստեղ ոչինչ օրինված չէ եւ նախապես սցենարագրված չէ։ Անկամ ինձ մոտ սցենար չկա։ Ինձ մոտ միայն անուն, ազգանուններ են։ Նանա, շարունակենք մեր զրույցը։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Սեր։ Ինչու եք այդքան շատ կարոտում սիրուն։ Սեր ապայմա չի, սեր հասկացողությունը ընդհանրապես կարոտել ծնողին, կարոտել ընկերոջ, կարոտել ընկերուհու, կարոտել երկիրը անգամ։ Ես Երևանը շատ եմ սիրում, իմ ծննդավայրը շատ եմ սիրում, ես կարոտում եմ։ Երբ որ 10-15 օր մի ամիս չմտնեմ Երևան, կարոտում եմ։ Ինքնաթիռը հենց բայրեջք է կատարում, երթվում եմ, աչքերս լցվում է, կարոտում եմ։ Ես առաջ անգամ շուտ էլի փոքր ժամանակ, երբ որ դուրսն էի լինում, շատ գնում գալիս էինք, փոքր ժամանակ մամաս որ միշտ Երևանում էր, դե պետական աշխատող էր, մայրիկիս կարոտից հիվանդանում էի։ Ասենք ես կարոտից լուրջ եմ ասում, կարամ դեպրեսիա տանեմ, հիվանդանամ, չգիտեմ այսպես։ Մամային գրկում էի, հոտը շնչում էի, ես ընդհանրապես մարդուն հոտով եմ սիրում։ Երբ որ հոտը շնչում էի մայրիկիս, տատիկիս, Աստված հոգին ուսավոր տատիկիս եմ շատ սիրել։ Այդ իրա միացից հոտեն մայրական շնչում էի, տաքությունս կարար իջներ, ես լավանայի, ժպիտս բացվեր, այդպես։ Թե չէ կարոտից ես կարամ խամրեմ։ Դուք ձեր տատիկի հետ շատ կապված եք եղել։ Շատ։ Նրա բացակայությունից հետո ոնց է այդ բացը փակվում, ինչու է փակվում, կամ ոնց եք կարողանում համակերպվել բացի հետ։ Գնում եմ գերեզման, զրուցում եմ իր հետ, թաքուն գնում եմ գերեզման, ոչ մեկ դրա մասին չգիտի տնեցիկից, ես ինքս գնում եմ, իր հետ զրուցում եմ, կիսվում եմ, ինքը անգամ երազներս է գալի ինձ օգնում։ Տատիկներն ու պապիկները առասները, իհարկե, մեր մեծերը մեր օրհնությունն են։ Անպայման։ Երբ որ նրանք գնում են, մնում է նրանց օրհնությունը, բայց նաև պակասում է այդ օրհնությունը։ Այո։ Ինչևէ, սա կյանք է, իսկ մենք շարունակենք մեր։ Ապրել, այո, շարունակենք ապրել, որովհետև գիտեք, իրենք կան այնքան, ինչքան դուք իրենց հիշում եք։ Տատիկի ամենալավ խորհուրդը, որ մնաց ձեր մոտ միշտ, որ պահում եք ձեր սրտի խորքում, որն է։ Որ ես նեղված էի լինում, առաջ որ իրեն գյուղում էին ապրում, գնում էի գյուղ, միշտ հետը կիսում զրուցում էի, բայց հետո միշտ ինքը ասում էր իմ ուժեղ բալա, քանի որ արմատները Արցախի կողմից էին, տատիկ ենք, միշտ ասում էր ցավը տանեմ ուժեղ, դու իմ ուժեղ աղջիկն ես, ուժեղ էլի միշտ ուժեղ էլի։ Այդ ուժեղ եղին, ինձ միշտ այդ խոսքը պահում է, միշտ։ Տատիկիս խոսքերն են։ Նանա, ո՞րն է ձեր սիրո եղանակը։ Ամառ։ Ես ամառ եմ սիրում։ Իսկ ինչ։ Ես խոյ եմ կրակները։ Իսկ ինչ եղանակ է հիմա ձեր սրտում։ Տեսա՞ որ ասեցի ուզվել ես։ Ինչ եղանակ է ձեր սրտում։ Իմ սրտում ես փորձում եմ միշտ ամառ պահել, որովհետև ես մի բան եմ հասկացել այս կյանքում, ոչ մեկ չի բերելու քեզ ինչ որ մի բան տա։ Փորձի դու ինքդ ստեղծես։ Կյանքը մի քիչ փոխվել է։ Ես որ միշտ այսպես բոլորին հասնում եմ, օգնում եմ, տվող եմ ավելի շատ օգնող եմ, փորձում եմ ես ավելի ուժեղ լինել, ամառ լինեմ, միշտ իմ մոտ արև փորձեմ լինեմ անգամ ձմռանը։ Փորձում եմ միշտ արևի մեջ լինել, որ մարդկանց կարողանամ ջերմացնել։ Եվ շատերը կասեն, որ այդպիսի մարդ եմ ես։ Կյանքի արժեքները որտեղ են գտնվում։ Հոգ խորքում, միշտ։ Հոգին է հետո պատասխան տալու կյանքի արժեքների բոլոր արածների դիմաց։ Իրոք գոյություն կա, որ մայից հետո դատ, հոգու դատ, փորձը մարդիկ չգիտեն, որ դա անգամ ներողություն խնդրելու համար է ուշ լինելու։ Չէ որ կա ռուսների մոտ կա, չէ,
Прощенный воскресенье, չէ՞։ Այո։ Միշտ փորձեք, խորհուրդ կտամ դա ընդհանրապես, փորձեք գիտակցել ձեր սխալները եւ ներողություն խնդրել ժամանակին։ Ես օրինակ, երբ որ դա գիտակցել եմ, սկսել եմ, եթե գիտակցել եմ, որ կարող եմ մարդուն նեղացել եմ, ես սկսել եմ ներողություն խնդրել ու դրանից մարդիկ կան, որ առթավորվել են, մտածել են, թե ես իրոք վատ բաներ եմ արել, ներողություն եմ խնդրել։ Թող Աստված դատի, բայց իրոք եմ ասում, այն որ ինչքան կարող եք ներողություն խնդրել, անգամ կենթանուց, անգամ ծաղիկից, դա վատ բան չի։ Հակառակը դուք ձեզ էլ ավելի ճիշտ բալանսի եք ներկայացնում Աստծո աչքերի առջև։ Նանա, դուք շատ եք փակ դռների հանդիպել կյանքում։ Շատ։ Եվ հաղթահարել եմ միայն իմ աշխատասիրությամբ։ Իսկ այդ բան կոտրվում եք, թե ավելի ուժեղանում։ Չէ, ուրախանում եմ։ Հա։ Որ միշտ բաց լիներ, երևի այսքան ուժեղ չէի լինի։ Իսկ ո՞նց եք գտնում հետո այն դուռը, որը որ բացվում է ձեր առաջ։ Ոնց եմ գտնում։ Աշխատասիրությամբ գտնում եմ, հետո հպարտությամբ քայլում, մտնում ներս։ Երբ որ դու հպարտությամբ ես անցնում քո դժվարությունները, կապ չունի մարդիկ ինչ կխոսեն, կապ չունի ինչ կասեն, չէ որ նրանք չեն տեսնում, թե դու ամեն գիշեր ոնց ես լացում քո բարձը գրկած։ Նրանք չեն տեսնում քո ծնողի արցունքները ոնց է տարապում, ծնողդ քո համար, որ դու տանջվում ես։ Դրանք իրենք չեն տեսնում, իրանք միայն խոսում են։ Էթո խոսան։ Կարևորը ես իմ արցունքով իմ դժվարությամբ հասնում եմ իմ նպատակներին։ Այսօր եթե ցանկանան Նանային հրավիրել իրենց միջոցառմանը, որ Նանան մի քանի երգով ելույթ ունենա, դա թանկ արժեք է։ Չէ, չի ասի թանկ, այնքան թանկ երգչուհիներ ունենք, որ ես չի ասի, որ ես թանկ եմ երգում, բայց կասե այսպես, նախ չեմ սիրում երգել 2-3 երգ, որովհետև երգերը այնքան շատ են, չի էլ լինում այդպես, անգամ մի քանի օր առաջ գնացել էի քանի որ ես խոստացել էի, որ մեր 44 օրյա պատերազմից երեխաներից ով որ ողջ առողջ հետ կգա կամուսնանա, ես բոլորի հարսանիքներին երգելու եմ, բարեգործությամբ իհարկե, բարձրան է դա։ Անվճար։ Իհարկե, միանշանակ սատկի են մարդը, որ պիտի զինվորից գումար վերցնի, որ ավելի լավ գոյություն չունենա իմ համար։ Ուրեմն այդ առումով, որ գնացել էի, ասում են 2-3 երգ, ինչ 2-3 երգ, 40 րոպե երգում էի, ես չեմ կարա քիչ երգեմ, չեմ կարում, որ տեսնում եմ հանդիսատեսը ուրախանում է 2-3-ը որն է։ Նանա, մենք կամաց մոտենում ենք նամակին։ Նամակ։ Այո, այստեղ նայեք, 2 ծրար է։ Նամակ էլ կստանաս, խաբար։ Այս ծրարի մեջ քեզ ուղված նամակն է։ Մյուս ծրարը բաց ծրար է, որի մեջ դու ես նամակ թողնելու։ Թողնելու։ Այո, ու ոչ ոք չգիտի, թե դու ինչ ես գրելու այդ նամակում։ Եվ այս ծրարում թողնված քո նամակը կբացվի տարեվերջյան մեր ամփոփ եթերի ընթացքում։ Սա քիչ հետո։ Այո։ Հիմա ես փոխանցում եմ ձեզ այս ծրարը։ Խնդրում եմ բացեք այն եւ բարձրաձայն կարդացեք նամակը, որ վերջում փորձենք կռահել, թե ով է նամակի հեղինակը։ Ես կկրայեմ շտապ։ Շատ լավ։ Շատ շտապ կկրայեմ։ Շատ լավ։ Իմ հարազատ հոգի, իմ հոգատար ու անկրկնելի մեծատառով մարդ, Նանաս, ես քեզանից շատ հեռու եմ, սակայն միևնույն է դու ամեն վայրկյան իմ սրտում ես։ Կներես, որ քո տարեդարձին չկարողացա ներկա գտնվել, սակայն հուզմունքը սրտումս հետևում էի քո ամեն մի քայլին։ Էդի դա էջերով էլի։ Նան ջան, ես երախտապարտ եմ քեզ եւ երբեք չեմ մոռանա քո մարդկային, հոգատար ու նվիրված վերաբերմունքը, երբ ես վատառողջ էի։ Դու միակն էիր, ով իմ կողքին էր, ինձ աջակցում ու քաջալերում էր։ Այսով է։ Չէ, շատ է իմ օգնել, բայց փորձենք շարունակել, միգուցե վերջում բարձ լինի։ Մենք երկուսով կարծես մի մորից ծնված լինենք։ Բնավորության գծերով։ Իրար շատ նման ենք։
Ես քեզ շատ եմ սիրում ու կարոտում։ Շատ եմ զգում քո կարիքը։ Անհնար է իմ կարիքը զգա, ասենք, չզանգի կամ զանգի ես չօգնեմ, էլի չկար այդպես բան լինի։ Միշտ հիշում եմ միասին անցկացրած մեր ուրախ ու երջանիկ օրերը, մեր կազմակերպած միջոցառումները, որոնք տևում էին մինչև լուսաբաց։ Այ, կիսովա։ Բա։ Ես համարում եմ ինձ շատ երջանիկ մարդ, քանի որ իմ կողքին եւ իմ սրտում ունեմ քո նման հարազատ, բարի, հոգատար մարդ։ Սիրում եմ քեզ անսահման ու ամուր գրկում։ Ես էլ քեզ մեռնեմ ջանիդ, բայց ով է։ Ես կարող եմ ընդհանրապես հիմա հուշել, որ այս նամակը եկել է Ամերիկայից։ Ամերիկայից։ Կամ Նառանա Տեր Կարապետյան, կամ Այդանա Սարգսյան։ Չէ։ Որտեղ Այդան մի անգամ վատացել էր։ Ես իրան հասա, երգիչների շատ կային, մենակ ես եմ վազել հետը։ Ղուկասյանն է նրա ազգանունը։ Քուրիկս է Քրիստիկն է։ Քրիստինե Ղուկասյանն է նամակի հեղինակը։ Քուրիկս է, այ շատ եմ իրան կարոտել, այ ես իրան շատ վաղուց չեմ տեսել, հա։ Հիմա նա Ամերիկայի մեջ է բնակվում։ Այո, Քրիստինե, շնորհակալ ենք նամակի համար։ Հիացրեցիք, հուզեցիք, զարմացրեցիք։ Ծնունդիս օրը մի երկու վայրկյան էսպես խոսել եմ, որտեղ շատ աղմուկ էր։ Հա, կարոտել եմ շատ իրան։ Այդ նամակը ձերն է, ձեզ հետ կարող եք տոն տանել եւ վերջի հատվածը նախագծի, որ դուք պետք է ձեր խոստովանությունը թողնեք այս թղթի վրա, խնդրեմ նանասա ձեզ։ Մենք չենք ընթերցելու։ Հենց հիմա պիտի գրեմ, չեմ կարա հետո գրեմ։ Կարակ 1-2 նախադասությամբ կարճ թողնել ձեր խոստովանությունը։ Ստատում եմ, չէ՞, տանում քուրիկիս նամակը։ Ես խոսք եմ տալիս, արեք, քուրիկս հենց գա, մենք միասին էսի ընթերցենք ու վիդեո կնկարեմ, անպայման կնշեմ ձեզ։ Մենք հիմա նանայի չենք, ինչ որ մեկին խոստովանություն, որ տարեվերջին բացվելու է այս ծրարը եւ ձեր ներկայությամբ հենց դուք էլ բացելու եք եւ մենք կարդալու ենք ու վերլուծենք։ Միգուցե խոսքեր, որոնք երբևէ չեք ասել եւ միշտ ուզեցել եք ասեք, թող հենց այդ խոսքերը լինեն այս ծրարի մեջ։ Սելի հեռուստադիտող այլևս մեր տաղավարում մեր հյուրն էլ է թողնում իր նամակը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա այդ նամակի մեջ գրված։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է գրում այս պահին Նանան բաց եւ մաքուր սպիտակ թղթի վրա։ Այդ նամակը կբացվի տարեվերջյան մեր նկարանումների ժամանակ եւ հենց նամակն էլ կկարդա հեղինակը Նանան ու կփորձենք պարզել, թե ում էր ուղված խոսքը եւ ինչ բովանդակություն ուներ այդ նամակը։ Նանան թողեց իր սրտի խոսքը նամակի տեսքով եւ այն հիմա Նանա ջան կարող եք փակել, ծալել, թողնել ծրարի մեջ եւ այդ ծրարը ոչ ոք իրավունք չունի բացելու։ Ծրարը նորից դուք կբացեք տարեվերջյան մեր ամփոփ եթերի ընթացքում եւ մեզ եւ հեռուստադիտողի համար ի վերջո պարզ կդառնա, թե ինչ գաղտնի խոստովանություն է ծրարի մեջ թողնում սիրված երգչուհի Նանան։ Խնդրեմ ծրարը։ Գաղտնիք չէր, սրտի խոսք էր։ Գաղտնիք չունեմ։ Գաղտնիք դեռ չկա։ Սերս գաղտնի թող մնա, սերս յարիս պես, ճամփեն պիտի չիմանա, թե ինչ կանեմ ես։ Տվեք ինձ Նանայի ծրարը։ Շնորհակալ ենք շատ, սա գնաց մեր արխիվ։ Նանա, շնորհակալ եմ։ Այո։ Շնորհակալ ենք անչափ ձեր խոստովանությունների եւ կյանքի պատմության համար։ Կարծում եմ մեր զրույցը ստացվեց։ Ես էլ եմ կարծում, որ սկզբից եկա ասացի շատ ես լիացելու, ուղղակի դու հասկացար, չէ՞, որ ես մի քիչ պինդ մարդ եմ։ Ես ճիշտն ասած այն դաժան օրերին, պատերազմի օրերին, մեր զինվորների պահով այնքան էի լացել, ինձ թվում էր ես իլ կյանքում չեմ լացի։ Ինձ թվում էր իմ արցուկները ավարտվեց, բայց մի քիչ ավելի, այսպես ավելի պնդացա, փորձում եմ այդ լացով չփոխանցել էլի ամեն ինչը, փորձում եմ ավելի տենց
ձիգ մնալ, փորձում եմ։ Միշտ ամուր եղեք։ Մերսի։ Կյանքում ինչ եղանակ է լինի, ինչքան էլ փոթորիկներ մտնեն ձեր կյանք, փորձեք լինել ամուր ու այդ ամրությամբ էլ գնացեք առաջ։ Ինչպես եւ որ ժպտում եք ձեզ թիկունքից հարվածողներին, ժպտացեք ու մի օր ամեն բան կընկնի իր տեղ ու մարդիկ կհասկանան, որ կյանքում որն է կարևոր եւ որը այդքան էլ կարևոր չէ։ Այո։ Շնորհակալ եմ Նանա։ Շնորհակալ եմ հրավերքի համար շատ։ Սելե հեռուստադիտող այսպիսին է սիրված երգչուհի Նանայի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։